Լևոն Երիջանյանի անվան 155-րդ դպրոցի 200-ից ավելի առաջին դասարանցիները հեքիաթային քայլն են անում դպրության օջախ։ Նրանց մեջ է վաղվա օրվա զինվորը, բժիշկն ու տնտեսագետը։ Մի քիչ արցունքոտ աչքերով, շատ ակնկալիքներով երեխաներն իրար ձեռք բռնած մտնում են դպրոց, խոստանալով հայրենիքի համար պիտանի մարդ դառնալ։ Առաջին դասարան եմ գնում, լավ եմ սովորելու։ Փոքրիկներին բարի ճանապարհ են մաղթում այս երկու հրեշտակները, որոնք աշակերտներին հաջողություն են փոխանցելու։ Կարևորը ժպիտն է, ասում են ուսուցիչները։ Մորպես նրանք ամեն օր հոգատար վերաբերմունքով կյանքի ուղեկից գիտելիքներն են տալու նրանց։ Ցանկանանք անամպ մանկություն, շատ մեծ գիտելիքներ թող վերցնեն, որտեղ կյանքում ամենամեծ հարստություն է ու եւ դա է մնում կյանքում իրենց։ Սեպտեմբերի 1-ին երեխաներն իրենց կյանքի առաջին լուրջ քայլն են անում, ընդգծում է գիտելիքի օրվա կապակցությամբ շնորհավորելու եկած վարչապետը։ Մանկավարժներն ամեն ինչ անելու են, որպեսզի կրթեն եւ դասյարակեն մեր ապագա սերնդին, ասում է Հովիկ Աբրահամյանը։ Մեր ապագան, մեր երկրի, մեր ժողովրդի ապագան դա գիտելիքն է։ Ես կարծում եմ, մենք ամեն ինչ պետք է անենք, որ մեր դպրոցներում կրթությունը լինի բարձր որակի եւ համոզված եմ, որ մեր մանկավարժները այդ ուղղությամբ ամեն ինչ կանեն։ Վարչապետն այսօրվա պես հիշում է իր մուտքը դպրոց, անկեղծանում է դասից փախել են, մի անգամ էլ ինքն է փախուստը կազմակերպել, սիրած առարկաներն էլ երկրաչափությունն ու մաթեմատիկան է եղել։ Ստեղծել հնարավորություն, որ մեր ապագա սերունդը ստանա լավ կրթություն, դա է։ Թող մեկ էլ դասից փախչի, ոչ չար լինեն, աշխուժ լինեն, կարևորը լավ գիտելիք ստանան։ Առաջին դասարանցիները առաջին զանգի ղողանջներով մտնում են նոր կյանք ու ստանում գիտելիքի ճանապարհով տանող առաջին գիրքը։ Ոնց եք երեխաներ։ Լավ տրամադրված եք, որ լավ սովորեք։ Այո։ Հետո որ ավարտես, ինչ ես դառնալու, մի լաց ասել։ Դպրոց ավարտում ինչ ես դառնալու։ Զինվոր։ Զինվոր չի լացի։ Արամ Արարատյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։